Ուղևորությունը Յուտա միաժամանակ և գործնական էր և ժամանցային։ Տարվա այս եղանակին իմ առաջին այցն էր Salt Lake City, զգացվում էր աշնան բույրը շուրջ բոլոր բազմագույն երանգներով։ Օդանավականից անմիջապես գնացի արշավի, հիանալու մայրամուտով ձայնային մեդիտացիայի ներքո։ Տեսարանները հիասքանչ էին, փորձառությունը հանգստացնող։ Հաջորդ օրը առավոտյան որոշեցի անցկացնել Park City-ում, քաղաք, որը հայտնի է իր լեռնադահուկային հանգստավայրերով, նեղլիկ փողոցներով և իհարկե Sundance կինոփառատոնով։ Շրջեցի քաղաքում, այցելեցի փոքրիկ պատկերասրահներ և վաճառասրահներ։ Երեկոյան որոշեցի ծանոթանալ Salt Lake City-ի գիշերային կյանքին։ Այցելեցի Lake Effect եռահարկ բար-ռեստորան քաղաքի կենտրոնում, հայտնի է իր կենդանի երաժշտությամբ և կոկտեյլներով։ Հիանալի վայր քաղաքի էներգիան զգալու համար։ Հաջորդ օրը մասնակցեցի AI Native Banking and Fintech համաժողովին, որը շատ տեղեկատվական էր։ Հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է նորարարությունը ձևավորում ոչ միայն բանկային և տեխնոլոգիական ոլորտները, այլև անշարժ գույքի շուկան։ Իհարկե, ոչ մի ճանապարհորդություն ամբողջական չէ առանց զվարճանքի։ Գնացի գոլֆ խաղալու և պետք է խոստովանեմ, որ իմ հարվածները այնքան էլ հաջող չէին։ Գոլֆի գնդակները հավանաբար ավելի ապահով էին, երբ ես վրիպում էի։ Վերջին օրը որոշեցի ավելի հանգիստ անցկացնել։ Քայլեցի Salt Lake City-ի փողոցներով, վայելեցի այգիներն ու հին ճարտարապետությունը։ Գնացքով սլացա քաղաքի արվարձաններով։ Salt Lake City-ն արագ զարգացող քաղաք է, ներդրումներով և անշարժ գույքի զարգացող շուկայով։ Անհամբեր կսպասեմ իմ հաջորդ այցին, որը կլինի ձմռանը դահուկային հանգստավայրերում։ Իսկ ձեզ Յուտային ծանոթացրեց Նելին, ով ինչպես արդեն հավանաբար գիտեք, զբաղվում է անշարժ գույքի առք և վաճառքով։ Զանգահարեք ինձ, եթե ծրագրում եք տուն գնել կամ վաճառել։